Հիմա որքան էլ խոսենք, որքան էլ ներկայացնենք այդ օրերը, թվում է թե քիչ է, որովհետև պատշաճ գնահատականի չեն արժանացել այդ ողբերգական դրվագները մեր պատմության, կխնդրեմ դուք էլ եւս մեկ անգամ ներկայացնեք ձեր պատմությունը, ինչ է այնտեղ ականատեսել ինչը։ Իհարկե ես պատրաստ եմ ներկայացնելու եւ կարծում եմ, որ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ականատեսի աչքերով շատ ավելի ճշմարիտ, շատ ավելի իրատեսական է եւ ասեմ, որ յուրաքանչյուր հայ մարդ, եթե ինքն իրեն հայ է համարում եւ եթե այդպիսին է, երբեք չպիտի հրաժարվի իր պատմությունից։ Սա մեր պատմությունն է, ինչպես մեր ընտանիքի կենսագրությունը եւ ողբերգությունը, այդպես էլ ողջ ժողովրդի։ Ասեմ, որ ես 1988 թվականին 10 տարեկան երեխա եմ եղել, օրը կիրակի էր, երբ սկսվեց մեր թաղի ջարդը։ Ջարդերը արդեն իսկ սկսվել են փետրվարի 27-ից, իսկ ավելի ստույգ տվյալներով արդեն 26-ից, որպես պատասխան Արցախի հայության արդար պահանջին, որտեղ ինչպես գիտենք, փետրվարի 20-ին Արցախում падգամավորների նստաշրջանը որոշում կայացրեց, որպեսզի Արցախը սահմանադրական իրավունքի շրջանակներում դուրս գա Ադրբեջանի կազմից եւ վերամիավորվի մայր Հայաստանի հետ։ Սակայն Ադրբեջանի քաղաքական պատասխանը եղան ջարդերը, որը կարելի է որակել 100%-ով որպես ցեղասպանություն, որովհետեւ լիովին համապատասխանում է ցեղասպանության բովանդակությանը եւ եզրույթին։ Եթե հանգամանորեն մենք դա քննարկենք, ապա կարելի է իրոք դրա մեջ համոզվել։ Ինչևէ, վերադառնամ իմ պատմությանը, մի քիչ դժվար է խոսել իհարկե, որովհետեւ ասելիքը շատ է, բայց ես կփորձեմ որքան հնարավոր է հակիրճ եմ։ 10 տարեկան երեխայի խաղում էի Բաքվում, ունեի ընկերուհիներ ադրբեջանցի, ոչ մեկ չէր պատկերացնում, որ հնարավոր է Խորհրդային Միության իշխանության պայմաններում նման օրինակ բան տեղի ունենա։ Եվ ընկերուհիս մոտեցավ, ընդամենը երեխա ենք, եւ ասաց, որ հիմա մենք հայերին պետք է կոտորենք։ Եվ Թուրքիան մեզ կօգնի։ Ես ուզում եմ դա շեշտել, որովհետև ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Թուրքիան միշտ հանդիսացել է որպես ավագ եղբայր Ադրբեջանի համար, եւ այն ինչ որ անում է հիմա Ադրբեջանը, նաեւ պայմանավորված է թուրքական պետության, պանթուրքիստական ծրագրերից բխող քաղաքականությամբ, եւ երբեք չեմ մոռանա, որ ասեց Թուրքիան մեզ կօգնի եւ ասեց ձեր հայերը Ղարաբաղ են պահանջում։ Ես հենց այդ պահից իմացա, որ ինչու՞մն է խնդիրը, բայց չպատկերացի ողջ եղելությունը եւ ողջ այդ սարսափելի ճշմարտությունը, որը պիտի երևի ժամեր առաջ, որին պիտի ականատես լինեի։ Ես բարձրացա տուն, անմիջապես հայտնեցի, որ իմ ընկերուհին այդպիսի բան ասաց։ Իհարկե տանը ոչ մեկ ասեմ, ես ինչպես որ հիշում եմ, ոչ մի ասենք բառ չասեց, անգամ դեմքի արտահայտությունից դա այդքան էլ չերևաց, որ ինչ որ անհանգստություն կա, որտեղ նորից եմ կրկնում, ոչ մեկ չէր պատկերացնում, բայց հայրս եւ պապիկս, հայրս տեղյակ էր, անկեղծ ասած ինքը գիտեր ինչ էր կատարվում, որովհետեւ ինքը դուրս էր գալիս խանութներ եւ տեսնում էր ինչ է կատարվում, բայց մեզ չի ասել։ Տղամարդիկ սկսել են նախապատրաստվել ինքնապաշտպանության, այդ ժամանակ մենք ընտանիքում 6 հոգի էինք, հայրս, պապիկս, տատիկս, մայրս, ես, քույրիկս եւ եղբայրս 6 հոգի։ Ես տեսա ինչպես է հայրս եւ պապս հանում մեծ դանակներ, խոհարարական դանակներ ունեինք տանը, որտեղ պապս խոհարար էր։ Հայրս ինչ որ կացին էր հանում, ածխաթթու ջուր են տաքացնում երման, որպեսզի պատրաստվեն ինքնապաշտպանության։ Իհարկե այդ ամենը ահավոր էր, ես չեմ կարող հիմա հաղորդել այն բոլոր զգացողությունները, որ այդ պահին ինձ պատել էին, բայց ինչ որտեղ պատմելով հիմա այստեղ վերհիշելով, իհարկե ինչ որտեղ այն զգում եմ, ասեմ ձեզ։ Եվ ժամեր անց, ոչ թե ժամեր անց, մի քանի րոպե անց, երևի թե ցերեկվա ժամը 1-ն էր, ես չեմ հիշում, բայց օրը կիրակի էր, փետրվարի 28-ն էր։ Մեր ամբողջ բակը լցվեց սևազգեստ մարդկանցով, ջարդարարներով, որոնք բոլորը սև էին հագած, կրում էին սև ժապավեններ եւ գոչում էին մահ հայերին եւ անգամ կարգախոսներ են հնչում ռուսների դեմ։ Ես ուզում եմ, որ այդ փաստը ֆիքսեն, որովհետեւ երբ որ այսօր խոսվում է հայ-ռուսական հարաբերությունների մասին, ապա չգիտեմ ինչու մոռանում են, որ մենք թերևս ունենք շատ ավելի ընդհանուր շահեր հիմա այսօր եւ այսօր տարածաշրջանում
որքան միգուցե երբևէ։ Ինչևէ, ռուսները դուրս, դալոյ ռուսկեղ, այդպես ասեմ ռուսերեն։ Եվ այդ պահին, երբ արդեն ամբողջ այդ ջարդարանների խումբը շրջապատեց շենքը, հայրս երեխաներին տարավ ապահով տեղ, մենք լոգասենյակում ենք գտնվում, ասաց, որ դռները փակենք, անգամ անջատեց լույսերը, բայց քանի որ շուտ էր մտնում ձմեռ էր, հավանաբար վախեցավ, որ ոչ թե վախեցավ, անհանգստացավ, որ կարող է մենք վախենանք մթության մեջ նստել, հետո վառեց լույսերը նորից։ Եվ այսպես մենք մնացինք լոգասենյակում այդ սարսափի ու վախի զգացողությամբ։ Երևի թե երեխա ենք, այդքան չենք պատկերացնում իրավիճակը, միգուցե։ Եվ մի պահ ուրեմն լսվեցին ձայներ։ Ուրեմն ադրբեջանցիները գոռում գոչումով բարձրացան վերև, զարկեցին մեր դռները, նրանք նախապես գիտեին, որտեղ են հայերը բնակվում, որովհետև օրեր առաջ ինչ որ գրառումներ են կատարում, մտնում են ինչ որ նպատակով, ֆիքսում էին, ասենք, հայերի բնակարանները, որպեսզի կարողանան հեշտությամբ, ասենք, իրենց սև գործը անեն։ Եվ երբ որ դռները ծեծեցին, արդեն հայրս ու պապս սպասում էին, եւ հարց հնչեց. դուք ադրբեջանցի եք թե հայ։ Պապս հավանաբար ասեց հայ եմ, այն մտքով, որ ուրիշ, ասենք, միգուցե դա հնարավորություն կտար հետ գնալու, բայց իրենք արդեն գիտեին։ Եվ սկսեցին դռները ջարդել։ Այդ ընթացքում, անկեղծ ասած, մենք ոչինչ չենք տեսել։ Մենք ուղղակի լսում էինք եւ կարելի էր ենթադրել ինչ էր տեղի ունենում։ Մի պահ ես շատ հետաքրքրասեր էի, ճիշտ է, շատ վախեցած էի, բայց ուզում էի տեսնել ինչ է կատարվում։ Երբ որ բացեցի լոգասենյակի դուռը մի պահ, ես այդ պահին տեսա, ինչպես է հայրս կացինը օդի մեջ, արդեն պատրաստում հարվածել։ Ես չկարողացա նայել, իհարկե փակեցի դուռը, սիրտս սկսեց ավելի արագ բախել, այսինքն վախի զգացողությունը, ասեմ, մշտապես մեզ ուղեկցում էր ամբողջ ինքնապաշտպանության ընթացքում, երբ որ տղամարդիկ մուտքում, հետո ինչպես մենք տեղեկացանք, մենք ունեինք հարևաններ, նաև երկրորդ հարկում ապրում ենք, երրորդ հարկում, երկրորդ հարկի հարևանները, Տրթացյանները, հայր եւ որդի 4 հոգով 8-ից 9 ժամ դիմադրում են թուրքերին։ Իսկ մենք գտնվում էինք լոգասենյակում, իմ տատիկս եւ մայրիկս գտնում էին ադրբեջանցի հարևանուհու տանը, որը իդեպ թույլ չտվեց, որպեսզի մեր հարազատները դուրս գան, որովհետև ասաց, որ ձեզ կսպանեն, գոնե դուք ողջ մնացեք, տղամարդկանց սպանելու են, որպեսզի ձեր երեխաներին տիրություն անեն։ Եվ այսպես մենք առանց իմանալու, թե ինչ է տեղի ունենում, որտեղ են մեր հարազատները, այսպես ասենք, լուրջ ունեինք, պարզապես սպասում էինք այդ ողջ ընթացքում, թե ինչ պիտի տեղի ունենա։ Այդ ընթացքում հայրս եկավ, մեզ տեղափոխեց ննջասենյակ, մտածելով, որ ավելի ապահով կլինենք, եւ հավանաբար պետք է իջնեին ներքև, միանային մեր հարևանների հետ եւ այսպես 4 հոգով դիմադրեին եւ անհայտ էր ինչքան, որտեղ մենք չգիտեինք, որ զինվորները պետք է գային, իհարկե ուշացան, ինչպես Միխայել Գորբաչովն էր ասում, ԽՍՀՄ-ի վերջին նախագահ, այդպես ասենք, որ զինվորները ուշացան 3 ժամով, բայց իրականում նրանք 3 օրով ուշացան, որովհետև արդեն անօրինականություն, անկարգությունը համակել է ողջ քաղաքը եւ ասեմ ձեզ մի քիչ առաջ ու հետ եմ անում դեպքեր, իհարկե կներեք, որովհետև նորից եմ ասում, ասելիքը շատ է, պարզապես ես այն դրվագները ներկայացնեմ, որոնք կոնկրետ առնչվում են մեր տեսածի հետ ու մեր լսածի հետ։ Ուրեմն 4 հոգով դիմադրում են 8-ից 9 ժամ։ Երբ որ հայրս վերջին անգամ մեզ արդեն տեղափոխում էր ննջասենյակ, ես ասեցի, կվերադառնաս, ինքը իհարկե ասեց այո։ Դա եղավ թերևս վերջին րոպեները, երբ ես տեսա իմ հորը։ Եվ ճիշտ է, պապիկիս տեսել էի նաև, որովհետև ինքը ընթացքում մտնում էր բնակարանը, այնտեղից թուրքերը, երբ որ սխալը հազանգով կանչեցին հրշեջ մեքենան, որովհետև երբ որ գրոհում էին մի ուղղությամբ, հնարավոր չէր ինքնապաշտպանությունը կոտրել, անգամ ես լսել եմ ձայներ, որ ինչպես է մի ադրբեջանցի ջարդարար խնդրում էր հորս, որպեսզի հայրս դռները փակի։ Դա եղել է այն ժամանակ, երբ արդեն հրշեջ մեքենան, ուրեմն դիտավորյալ ադրբեջանցիները ասել են, որ հրդեհ է բռնկվել, կանչել են, որպեսզի կարողանան ուրեմն աստիճանները դնեն եւ բարձրանան եւ իհարկե կտուրի վրայից այսպես շրջափակման մեջ առնեն, անգամ ինչպես նաեւ ես իմացել եմ մեր ուրեմն երկրորդ մուտքի հարևանի
հայ հարևանի ուրեմն բնակարանի պատն են քանդել, այսինքն իրենց հաջողվել է 3 կողմից շրջափակման մեջ առնել, ուրեմն հայրիկիս, ինչպես նաև պապիկիս եւ 2 մեր հայ հարևաններին եւ այսպիսով իսկ դյուրացնել իրենց ուրեմն նպատակը։ Եվ պապս մտնում էր, որովհետև եղել են դեպքեր, երբ ադրբեջանցիները անգամ պատուհաններից փորձում էին ներս մտնել, այսինքն տարբեր կողմերից, որպեսզի կարողանան դիմադրությունը մարել։ Եվ երբ որ պապս զարկեց դուռը, ննջասենյակի դուռը, մի բան ինչ-որ մեկը զարկեց, ես չհամարձակվեցի բացել, բայց բացեցի բոլոր դեպքերում ու տեսա պապիկիս դեմքը այսպես սառը, մի տեսակ մտքերի մեջ, դե բնական է ասենք այդ իրավիճակում եւ ասեցի ինչ են ուզում ադրբեջանցիները, ինչի համար են եկել, գնա ասա թող Ղարաբաղը իրենց լինի, այսինքն այդ պահին ես այդպես է ասում, ինչի համար են եկել, դե երեխա է, չէի պատկերացնում, բնական է որ հիմա այդպիսի բան չեմ էլ ասի, որտեւ ինձ համար Ղարաբաղը դա Արցախ է, եղել է Արցախ ու կլինի Արցախ։ Պապս նայեց ինձ, ասեցի ուր է, պապան ուր են Եվ այդպիսի հարցեր է տալիս, ինքը լուր էր չէր պատասխանում, ոչ մի բան չէր ասում ինքը։ Եվ այդ ընթացքում ինքը մտնում էր, որպեսզի ասենք նորից ջրերը տաքացնի, երմանջուրը, ածխալ, ինչ կար չկար այդ օրը մեր տանը, օգտագործել են ինքնապաշտպանության նպատակով։ Եվ պապս հետո մի առիթով պատմեց, երբ որ հորդ բռնեցին, ասեց հայրիկիդ ինքը շատ վիրավոր էր, իրեն խփել են մի քանի տեղից, ինքը փորձեց այդ վերջին իր ուժերը հավաքել եւ հորս օգնության հասնել, եւ երբ որ ադրբեջանցիները դա նկատեցին, իհարկե մինչեւ վերջ կարելի ասել այդքան հարվածեցին ու խփեցին, որ պապս պատմում է, հիմա ինքը ողջ չի, մահացած է։ Ուրեմն ինքը պատմում է, որ ինքը այդպես արյունլվա անկավ ուրեմն այդ լողավազանի վրա եւ ամբողջը արյուն ներկվեց, այսինքն գիտակցությունը կորցրեց։ Մեր հարևանը իշխանը Տրթացյան նմանապես մերոնց հետ էր միջև վերջ, բայց նաև այդ ընթացքում, չգիտեմ ինչ ասենք հանգամանքներում, երևի թե հավանաբար վիրավոր էր կամ միգուցե, չգիտեմ, չեմ կարող ասել որտեղ էր, իշխանի հորն են սպանել, հայրս մնացել էր մենակ։ Եվ երբ որ պապս ուզում էր օգնել հորս, արդեն ոչ մի հնարավորություն չուներ։ Անգամ ինքը պատմում է, որ մինչև այդ ինքը մի ադրբեջանցու կարողացել է այդ մեծ դանակով հարվածել ու պատմում է, որ ուրեմն դանակի մի ծայրը ուրեմն մտել է մարմնի մեջ, մյուս կողմից դուրս է եկել։ Ինքը պատմում էր, ասենք, որպես ականատես եւ այդ բաները իհարկե մենք չենք տեսել, բայց իմանում ենք պապիկիս պատմածից։ Մի խոսքով հայրս զոհվեց, ինքը վերջինն էր, որին ադրբեջանցիները սպանեցին մուտքում, մնալով մենակ 10-15 րոպե հետո եկան զինվորները։ Բայց ես ուզում եմ մի, ասենք, նաև նորից հիշեցնեմ, նորից ասեմ, որ այն ինչ որ տեղի ունեցել Սումգայիթում, դա նախապես ծրագրած էր ադրբեջանական իշխանությունների կողմից, դրա մեջ ոչ մի կասկած չկա, եւ իշխանությունների, գերագույն իշխանությունների, Մոսկվայի, այդպես ասեմ, կենտրոնական իշխանությունների թողտվության պայմաններում էր իրականացվում։ Այսինքն հայ ժողովրդի արցախյան պայքարը մարելու, այդ ոգին մարելու, շարժումը կասեցնելու նպատակով թույլ տրվեց նման ոչրագործություն, բայց ոչ մեկ չէր պատկերացնում, որ դա ավելի եւ ավելի կսրեր ընդհանրապես շարժման այդ տրամադրությունը, եւ բոլորս ինքներս տեսնում ենք, որ ինչ է կատարվում, այսօր հերքել պատմական ճշմարտությունը նշանակում է լինել իր իսկ ազգային ինքնության թշնամին ու այն հայը, որ կհամարձակվի նման բան ասել, կներեք ինձ ասեմ ձեզ, երևի թե դրսի թշնամուց էլ ավելի թշնամի է ու ավելի գարշ։ Այդ կներեք, ինչպես են Հայաստանում պատրաստվում Ադրբեջանի հետ խաղաղարել, Ադրբեջանի վերաբերմունքը հայության նկատմամբ որևէ կերպ փոխվել է։ Ադրբեջանի վերաբերմունքը հայության նկատմամբ չի փոխվել, որովհետև այսօր շրջանառվում է շատը խոսում արևմտյան Ադրբեջան, այդ ասույթը միշտ պաշտոնական Բաքուն, ասենք, միշտ հնչեցնում է, եւ այս պարագայում, երբ որ Ադրբեջանը մեր պապենական, մեր պատմական հողերը, ես էլ չեմ խոսում Արցախի մասին, խոսում եմ հենց բուն Հայաստանի Հանրապետության տարածքի մասին, անվանում է Արևմտյան Ադրբեջան, չի կարող գտնել։
Դա կեղծ խաղաղություն է, ավելի սարսափելի, քան ասենք պատերազմը։ Իսկ եթե Սումգայիթյան, Բաքվի, Կիրովաբադի ջարդերը ցեղասպանական գործողությունները միջազգային հանրության կողմից պատշաճ իրենց գնահատականը ստանային 2020 թվականին, 23 թվականին Արցախում ցեղասպանական գործողություններ կլինեին։ Եթե իհարկե իրենց պատշաճ գնահատականը ստանային, նման ցեղասպանություններ չէին կարգավորվի։ Իրավիճակը այդքան չէր սրվի, բայց մենք բոլորը շատ լավ գիտենք, գիտակից մարդիկ ենք, որ այստեղ առկա են շահեր։ Եթե մենք խոսում ենք շահերի մասին, ապա բնական է, որ մարդկանց կյանքը ընդհանրապես արժեք է կորցնում։ Մեծապետական շահերի ընդհանրապես ասենք այդ բախման խաչմերուկով։ Այսօր նույն իրավիճակն է, այսօր Ադրբեջանը չեղածը ներկայացում է եղածի պես, խոսում է Խոջալույի մասին, մի բան, որ սարքել են հենց իրենք, ասենք հայ-ադրբեջանական աչին պատերազմի ժամանակ, ինչի մասն է խոսքը։ Եվ այդ պետությունը, որը ոտից գլուխ հանցագործ է, այսօր ինչ-որ դատավարություններ է կազմակերպում։ Հանցագործը դատում է հանցագործին, իրենց ասելով։ Բայց մենք մեր իրավունքներն ենք պաշտպանել։ Արցախը ինքնապաշտպանվել է, Արցախը պահանջում է պատմական արդարություն։ Մենք ասում եմ, նորից եմ կրկնում, եւ այսօր հրաժարվել դրանից, նորից եմ ասում, ոնց կարող է հայ մարդը, առհասարակ հայ մարդը, ոչ թե անունով հայ, որտեղ կոչումով անունով շատերս ենք հայ, բայց մեր էությամբ, ով ենք մենք մեր էությամբ, ազգություն չունենք, նորից եմ ասում, ես չեմ հավատում, որ խաղաղությունը հնարավոր է, որովհետեւ Ադրբեջանը ոչինչ չի փոխվել, միգուցե կան առողջ դատողությամբ մարդիկ, բայց իրենք պետական մակարդակով հայատյացություն են քարոզում եւ դեռ կարող եմ ասել առիթը բաց չեն թողնի պանթուրքիստական ծրագրեր իրականություն դարձնելու համար։ Ասում եմ 10 տարեկանում իմ լսածը, այն ինչ որ ես հիմա լսել եմ 10 տարեկանում, հիմա ակնհայտ, ասում եմ մենք հայերին կոտորելու ենք եւ Թուրքիան մեզ կօգնի։ Իսկ ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, նորից եմ կրկնում, եթե ասենք հնչում են կարգախոսներ անգամ Ռուսաստանի ռուսների դեմ, ապա մենք պիտի այստեղից մեր հաշիվները ասենք